Աչելի, սա պարտականություն։ Դուք հողում եք արել արհեստական բովականության։ Հիմա ես էլ հողում անեմ։ Դուք նախկինում Ես դիմել եմ, ես բազոնով չեմ ասում, շատ լավ։ Սորախ եմ, որ դատարանը ընդամենը խնդիրն է, որպեսզի դատարանը տադրին ու դերթացել, ես նայեմ ողջունել է։ Հիմա ես դիմել եմ արհեստական բանականության հետևած հարցադրումով։ Հնարավոր է արդյոք առանց քրեական դպրոցի մարդ ունենալ մեղադրելի կարգավիճակ։ Եվ արդյոք կա որևէ այս երկրագնդի վրա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է, երկրներից մեկը։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է, և չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենան դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ արհեստական բանականությունը չի քթել։ Ես ասիք լավ պատմական իմաստով այդ հիմա կարող է դա եղել օրինակ 50 տարի առաջ, 60, 70, վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերել։ Հասկանում հիմա եթե մենք ողջամտության բանով շարժենք, այս դատականիստը չպիտի գա։ Ես դեռ գալիս եմ, որովհետև հասկացա, որ ոնց որ չես գալիս ասում եք խուսափում է, բայց ես գալիս եմ ամենաշատ բարիկան դրսևորելով, բայց ներքին համոզմունքս, իմ ներքին համոզմունքը, որ ինչ անում ենք աբսուրդի մեջ։ Ստիպված եմ անում, որովհետև կա դատավոր, կա խնդրություն, կա դատախազ, որը գալիս ասեն ստիպաներով վերում է, մեղադրանքներ է տալիս, բայց արհեստական բանականության պատասխանը դա է։ Եթե սխալ է այդ բանականությունը, խնդրում եմ մեկ օրինակ բերեք, վերջի 100 տարվա ընթացքում, որևէ մի երկրում, մոտ 200 երկրում, այսպիսի օրինակ։ Պարոն Քոչարյան, եթե արհեստական բանականությանը հարցնենք, որ եթե պայմանականորեն քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը դիտավորության ծանր վնաս պատճառել, որ անզուգուշությամբ առաջացել է մարդու հակասահմանադրական ճանաչվի, այդ դեպքում մեղադրյալի նկատմամբ այլ մեղադրանք փոփոխելու հնարավորություն կարող են ձեռել, չընձեռել։ Հիմա եթե պայմանականորեն արհեստական բանականությունը պատասխանի, որ չէ, այդ անձը այլևս այդ պահից անբարդ է, դուք ոնց կմեկնաբանեք դա, տեսեք այլ մարմնական վնասվածքի հետ կապված օրինակ բերեցիք։ Այսինքն անձին դիտավորությամբ ծանր վնաս են պատճառում, որը անզուգուշությամբ առաջացրել է մահ, որը պայմանականորեն սահմանադրական դատարանը մի օր հակասահմանադրական ճանաչել։ Տեսեք ուրիշ օրինակ են բերում։ Դա եւս կարող են լինել անձին, որ ասեն աբսուրդ է։ Անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառվել, ուրիշ օրինակ են բերում, որը հակասահմանադրական է ճանաչվել։ Հիմա ես ընդհանրապես նախագահ դատավոր ընդհանրապես արհեստական բանականությանը հարցերով է, որ այս ծավալի քրեական գործ եթե լինի, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննենք ավարտենք։ Արհեստական բանականությունը մեկ շաբաթյա գրաֆիկով 2.5 տարի է նշել։ Ամիսի 2 դատական նիստ անցկացնելու դեպքում 4-ից 6 տարի։ Ամիսը 1 դատական նիստ անցկացնելու դեպքում 6-ից 8 տարի, եթե բոլոր դատական նիստերը կայանան։ Իսկ օրենսդրական փոփոխությունների նախագիծը կայանում է հետևյալում, որ գործերը պետք է քննվեն եւ ավարտվեն 1 տարի նախագիծը, եթե նախագիծը, բայց գործող օրենսը գրքով քրեական դատավորության ողջամիտ ժամկետներ է սահմանված։ Ո՞վ է սահմանում։ Դա ո՞րն է ողջամիտ ժամկետը։ Ողջամիտ ժամկետը գալիս է գործի ծավալից։ Հիմա գործի ծավալից ողջամիտ։ Եթե ծավալում է գործը, պետք է ավելի հաճախ իստեր չէ նշանակվի, որպեսզի ավելի շուտ քննենք եւ հասկանանք։ Չէ, մի օր արտարացնում են մի փոքր մեղադրանության գործը կարող է ողջամիտ ժամկետը 2 ամիս։ Այս կարգի գործի ողջամիտ ժամկետը կարող է 6 տարի, 5 տարի։ Որպես գործի ողջամիտ ժամկետներն է, որ առաջին օրը պիտի ավարտված լիներ։ Բերեք բանը, ողջամիտ ժամկետ են խոսում, այս գործը այսքան ժամանակ։